Վերջին զանգ հեռուստասերիալում, երբ ճշմարտությունը արդեն այնքան մոտ է, որ թվում է մեկ բառ է պակաս բացահայտման համար, միշտ գտնվում է մեկը, որ խանգարում է։ Ու այս անգամ դա Միքոն է։ Նա խուճապահար մտնում է Աննայի ննջասենյակ, ընդհատելով այն կարևոր պահը, երբ Աննան մենակ էր մնացել Հենրիի և Անգելինայի հետ։ Նրա պահվածքը այնքան կտրուկ ու անհասկանալի է, որ նույնիսկ Հենրին ու Անգելինան են հասկանում, նա ինչ-որ բան է թաքցնում։ Միքոյի խոսքերը անտրամաբանական են, նա կորցրել է ինքնակառավարումը և դարձել շատ կասկածելի։ Երբ Վիկտորիան զանգում է Անգելինային ու հարցնում, թե որտեղ է մինչ այս ժամը, Հենրին ուղեկցում է նրան տուն, իսկ Աննան մնում է մենակ, խորը հիասթափության և ներքին փոթորկի մեջ։ Նա հասկանում է, սա այն տղամարդը չէ, ում հետ ինքը կառուցել է կյանքը, ով տարիներ շարունակ փաստորեն լռել է ամենակարևոր բանի մասին։ Միքոն այս ամենից հետո գնում է Հենդոյի մոտ ու կիսվում իր նոր պլաններով, ինչպես վերջնական բաժանի Հենրիին ու Անգելինային։ Բայց այս անգամ նույնիսկ Հենդոն չի խառնվում, նա բառ չունի ասելու։ Այնքան բան է կուտակվել, որ արդեն ինքն էլ չգիտի, որն է ճիշտ, իսկ որը սխալ։ Եվ այդ լռությունից հետո անակնկալ կերպով բոլորը ստանում են նույն հաղորդագրությունը։ Հենրին կանչում է նրանց բոլորին հանդիպման, առանց բացատրելու պատճառը։ Վիկտորիան, Ավագը, Աննան, Միքոն, Հենդոն, Ֆաինան, Անետը բոլորը կարծելով, թե մենակ են հրավիրված, գնում են ամեն մեկը իր մտքերով, բայց ռեստորանում իրենց դիմաց տեսնում են ոչ թե Հենրիին մենակ առանձին, այլ բոլորին միասին։ Կենտրոնում Հենրին ու Անգելինան են, հարսանեկան հագուստով, հստակ որոշմամբ, ամուսնանալու են։ Հենց այստեղ ռեստորանի մեկ այլ սրահում էլ պատահական հանդիպում է տեղի ունենում։ Նախքան Հենրիի հարսանիքին գալը, Հենդոն նկատում է Բագրատին ու Սեմին միասին ճաշելիս։ Այս տեսարանը Հենդոյի համար ոչ թե զարմացնող է, այլ հաստատող։ Նա մոտենում է սեղանին ու Սեմին ուղղում մի նախազգուշացնող խոսք, հասկացնելով, որ եթե վերջինս իմանա, թե ով է Բագրատը իրականում, կարող է նույնիսկ ինքնասպան լինել։ Սեմը դեռ անտեղյակ է, թե ինչ է կատարվում, և նա ընկնում է մտքերի մեջ։ Իսկ հիմնական սրահում գտնվող հյուրերի շրջանում լռություն է։ Աննան հղիության նուրբ փուլում փորձում է պայքարել հույզերի դեմ։ Վիկտորիան խուճապի մեջ է, ավագը շփոթված։ Եվ միայն Միքոն է, որ գիտի այն, ինչ ուրիշները դեռ չգիտեն, ու նա շատ հանգիստ է։ Նրա միակ վստահությունը գալիս է այն գիտակցումից, որ եթե անգամ այս ամուսնությունը կայանա, ապա գենետիկ ողբերգություն չի լինի, քանի որ ճշմարտությունն այն է, որ Հենրին ու Անգելինան իրականում քույր ու եղբայր չեն։ Բայց արդյոք նա պատրաստ է բարձրաձայնել այդ ճշմարտությունը, երբ գիտի դրանից հետո կբացահայտվի նաև մեկ այլ սարսափելի բան, որ տարիներ առաջ հենց ինքն է բաժանել մորից իր երեխային ու տարիներ շարունակ ապրել է այդ խայտառակ ստով։ Հարգելի հետևորդներ, վերջապես ով կհամարձակվի ու կխախտի այս լռությունը և կխափանի սիրահար զույգերի հարսանիքը։ Գրեք մեկնաբանություն։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը չեն տվի, անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ So guys, հոլիդերի 10 բացան։ Սա դինացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարոպետան մեջի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենաք ցույց տա։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա, դու լա նկարում իրապես։
Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ սիրուն է։ Այո, այդոլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զենք հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չի նման չենք իրար։ Հա լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ինչով նման չենք իրար։ Օրինակ, ես ինձ ես հետո շատ աղքարում եմ, որ մի անգամից մի դուրս կամ ուտես ավելի կշռած այդասա հարցերին այդ առնով նույնիսկ սենի նախանձում որովհետև ուզել եմ սենի իսկ ինչով որ նման օրինակ բազմությամբ այդ առնով մի ամբողջությամբ բազմությամբ ես եմ մի քիչ տենց սենի նման բայց ընդհանուր սենի կերպարը շատ շատ Ես Անգելինաս և Հենրին նկարում ենք սեն ես Ես գոնե պատվորկա տալուց չեմ ծիծաղացնում Ես գոնե շատ բարձր տրամադրության ու բարձր Ես գոնե միշտ կապ չունեմ հարեք չի, հեռախոսով չեմ խոսում տարբեր գործնական հարցերով Հոգնում եմ Ես գոնե տեքստ անցնելուց վաշարկում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անջեն կարդի վար տեքստը մեկ անգամ գիտեք այնի 10 անգամ անցնում եք Ինչու պետք է ես ասեմ ինքնելից հակառակն եմ ասում Սարաններ կա չէ որ ձեռքից ստանում եմ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ սովորաբար մի դարձնալ թե չէ լյոս ես ինձ բրտած Վերջ Թե չէ, թե ունես էլի Իսկ ասեի քոշ ջան Մաքսված այդ ոյք Ինչ ես նորից առանց մեյքա Գիտեք հեշտ է Քնելու տեսարան ենք նկարում Եվ այդ պատճառով ես իմ ամբողջ մեյքափը մաքրեցի Չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որտեղ ես